Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, մեր նկարահանող խումբը այս պահին գտնվում է Գյումրի քաղաքում, որտեղ մարտի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ Եվ այս պահին զրուցելու եմ ՄԱՀ-ի հիմնադիր եւ տնօրեն քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ։ Եվ այսպես, պարոն Սաֆարյան, մարտի 30-ին Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, դուք ուշիուշով հետևում եք զարգացումներին, բավականին մեծ ներգրավվածություն կա քաղաքական ուժերի եւ դաշինքների, դուք ինչպես եք գնահատում մինչ այս պահը տեղի ունեցած այս քարոզարշավը, վստահաբար հետևում եք նաեւ տարբեր այսպես գործիչների, մասնակիցների հարցազրույցներին, հայտարարություններին, ընդհանուր մինչեւ կարծիքներ էին հնչում, որ այս ընտրությունները դարձյալ ցույց են տալիս, թե ինչքան անարդյունավետ է եղել քրեաօլիգարխիայի դեմ այս վերջին 6-7 տարիների պայքարը։ Շնորհակալություն, իհարկե դուք արդեն երևի թե կանխեցիք նաև մասամբ շահադրեցիք պատասխանը, որովհետև եթե գործող իշխանությունները արդյունավետ պայքար մղած լինեին քրեաօլիգարխիայի դեմ, եթե իրականացրած լինեին լուստրացիա, եթե կայացրած լինեին դատական անկախ իշխանություն, ապա այսօր տեխնացուների մի մասը կլիներ ոչ թե հրապարակներում, տատեսակ թատերախմբերով եւ թատերական ներկայացումներ հիշեցնող վարքագծերով, այլ կլինեին միանգամայն այլ վայրերում, հա, ուղիղ աշխատանքային գաղութում եւ այլն։ Մարդիկ 20 տարի շարունակ եւ ավելի տարիներ շարունակ կեղեքել են երկիր, հարստահարել։ Ուրեմն մենք թույլ ենք տվել այն աստիճան ծաղկեն, բարգավաճեն հեղափոխության պայմաններում, այնքան օգտվեն ժողովրդավարության բարիքներից, որ ֆինանսավոր են, ամեն մեկը իր տեխնացուն ունեն այստեղ, խոսքս նախկին նախագահների մասին է, ամեն մեկը այստեղ մի տեխնիկային թատրոն կազմակերպի, այսպես թելերով խաղացնելով այդ ուրեմն տեխնիկներին, խամաճիկներին եւ սա դրա արդյունքն է։ Խոսեն բացահայտ բաներ, որոնք աղերսներ ունեն օրենսգրքի հետ, խոսեն կատարեն արտահայտություններ, որոնք թույլ տան վտանգել 2018 թվականին դժվարությամբ ձեռք բերված փոփոխությունը, ազատությունը, կեղծիքը վերադարձնեն սուտը եւ այլն։ Եվ այս առումով իհարկե մի կողմից լավ է, որ մասնակցայնություն կա process-ում եւ մեծաթիվ քաղաքական ուժեր կան, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ պայքարը ամենևին Գյումրի քաղաքի համար չէ, Գյումրի քաղաքի մասին չէ, պայքարը Հայաստանի ապագան վտանգելու մասին է, Հայաստանի ապագան բացառելու մասին է, եւ այս առումով իհարկե նկատելի է, որ ամեն մի քաղաքական ուժ կամ մասնակից թիմ փորձում է քաղաքականացնել ընտրությունները դրան կապելով այս կամ այն գլոբալ կամ երկրի համար կենսական նշանակություն զարգացման հետ, ինչ բնական է, բայց միևնույն ժամանակ անթակույց է, որ այս ընտրությունները մի խմբի համար կյանքի եւ մահվան պայքար են դարձնելու հեղափոխությունից հուսահատության ընտրություններ եւ այդ տեխնացուները շատ պարզ անուն ազգանուններ ունեն եւ նաեւ այս ընտրությունները ցավոք սրտի գործող իշխանության համար էլ մնում են, այսպես ասած, տեղատվությունը, լճացումը եւ այս վիճակը պահպանելու ընտրություններ։ Պետք է մի բան հասկանան, որ նման ստատուս քվո գործող իշխանությունների մասին է խոսքս, նման ստատուս քվո չի կարող լինել։ Կամ պիտի այդ տեղատվությունից առաջ շարժվենք դեպի առաջ եւ քաղաքը ունենա այնպիսի ղեկավարություն կամ այնպիսի ավագանի, որը անշրջելի է դարձնում փոփոխությունները,
հա, կամ դրա այլընտրանքը թույլ տալ ուղղակի վերադարձը այն ամեն ինչի միջով անցել է ոչ միայն այս քաղաքը, այլ նաև հանրապետության բոլոր բնակավայրերը, քաշելով անազատության, թալանի, խոշտանգման, հալածանքի բոլոր, այսպես ասած, ճակերտավոր բեռը եւ բերկրանքը։ Այնուամենայնիվ ունի գյումրեցին այլընտրանք, առաջարկվում է նաև այն։ Դրա ես Լևոն Բարսեղյանին այլընտրանք եմ համարում բոլոր առումներով, եւ իշխանության տեխնացուին, եւ այսպես ասած մյուս տեխնացուներին, որոնք Խամաչկնի թատրոնի մի պլեյադա են ճակատ են ներկայացնում, եւ այս առումով ինքս 5 տարի շարունակ ժառանգություն կուսակցությունից կցված եմ եղել այս քաղաքում եւ իմ բազմաթիվ հարյուրավոր այցելությունների արդյունքում, որոնք ես ունենում եմ ամիսը 1 քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, այստեղ ասուլիսներ տալու, քաղաքի խնդիրները հավաքագրելու եւ Երևանում կամ կենտրոնական իշխանությունների մոտ բարձրաձայնելու եւ այլ առումներով, ես ինքս ականատես եմ եղել Լևոն Բարսեղյանի ծավալած գործունեությանը։ Անգամ հիմա ես մի կարևոր ինդիկատոր եմ, բացեք ասպարեզ կայքը, որի հիմնադիրը Լևոն Բարսեղյանը եւ նրա ուրեմն կազմակերպությունն են, եւ տեսեք թե նա ինչպես է լուսաբանում բոլոր տեխնացուներին։ Դուք կապշեք ուղղակի այդ աստիճան բարձրագույն էթիկայից, որ լինելով տեխնացու եւ նաեւ լինելով հիմնադիրը իր իսկ հիմնադրած ուրեմն լրատվամիջոցը ոչ թե գովազդում է իրեն, այլ հավասարապես լուսաբանում է բոլորին։ Լևոնը ոչ միայն դիմացինին ազատ խոսք տվողն է, դիմացինի ազատ խոսքի համար կռվողն է, Լևոնը նաև դիմացինի զարգացման ճանապարհը հարթողն է, դիմացինի հացը հայթայթելուն օգնողն է, դիմացինին խեղճության մեջ վրա հասնողն է, ինչ ասեմ, Լևոնը չափազանց նուրբ եւ չափազանց ճիշտ աշխարհաճանաչողություն ունի, որտեղ բոլորը կան, որտեղ բոլորը ունեն իրենց տեղը դերը եւ ես միշտ կատակում եմ, ասում եմ, եթե մարդիկ դիմացինի խոսքի իրավունք չեն տալիս, ինչ մնաց հաց տան, ինչ մնաց ջուր տան, եւ Լևոնի ասպարեզը հենց այս օրերին դրա բոլորին ասպարեզ տալիս, հասկանում եք, չվախենալով այդ մրցակցությունից, այդքան իրան ուժեղ զգալով եւ վերջապես այլընտրանքի առումով ասեմ հետեւյալը, տեսեք, Գյումրիում իհարկե կան խավեր, մարդիկ, ովքեր հիասթափված են հետհեղափոխական իրավիճակից, տեմպերից, որակից, լճացումից, ձախողումներից եւ այլն, շատ լավ, եւ նրանք բնականաբար չեն ընտրելու իշխող կուսակցության տեխնացուին, դա միանգամայն հասկանալի է, բայց ես ուզում եմ խոսքս ուղղել նրանց, եթե նրանք ընտրում են այն տեխնացուներին, որոնք այսպես ասած թաքնահարույց կամ բացահայտ փորձում են ետ շրջել պատմության անիվը, ետ շրջել փոփոխությունների անիվը եւ լավ չեն հավատում նույնիսկ որ նրանք ետ են շրջում, այլ նրանք ինչպես տեխնացուներից մեկն ասում, ինքը լինելով անցյալ, ասում է ոչ ներկա, ոչ անցյալ, ենթադրենք ընտրում ենք այլընտրանք։ Ընտրում ենք այլընտրանք այն մարդկանց, որոնց վրա քրեական օրենսգիրքը ուղղակի լաց է լինում, որոնց վրա կա ապօրինի գույքի բռնագանձման հոդված, որոնց վրա կան տարբեր չարաշահումների վերաբերյալ հոդվածներ կամ նրանց անցյալում կան կրիմինալ պատմություններ, ապա ասացեք ինձ խնդրեմ, արդյոք այն ընտրողը, որը ընտրում է նման տեխնացուին, հավատալով թե ինքը ուղղակի քվեարկում է դեմ գործող իշխանությանը, արդյոք ինքը չի կատարում այն, ինչը կուզենար գործող իշխանություն։ Ես լինեի գործող իշխանություն, կուզենայի, որպեսի, եթե անգամ, իհարկե կուզենայի, որ քաղաքում անցներ իմ թիմի ներկայացուցիչը, բայց եթե անգամ հաղթում է նման տեխնացուն, այդ տեխնացուի հարցերը լուծելը այս իշխանության համար ուղղակի խաղուպար է։ Բավական է քննիչի մեկ զանգ, բավական է քննիչի մեկ այցելություն, բավական է բացել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը եւ այդ տեխնացուն, որին ընտրողը գյումրեցին ընտրել է մտածելով, որ դա ամենաարմատական ընդդիմությունն է,
լինելու Նիկոլ Փաշինյանն ու իշխանությանը, այդ տեխնացուն ամենահլու հնազանդ կամակատարն է լինելու այս իշխանությանը, որովհետև նրա անձնական այս ի վերջո տեխնացուներից մեկը բարձ ասեց, չի ասեց մեր համար հանգիստ վայելում ենք ինչի, բզեցիք, բերեցիք մեզ նորից դաշտ։ Մարդիկ բարձ խոստովանել են ինչի համար են մուտք գործել քաղաքականություն եւ ինչ են ուզում ստանալ։ Հետևաբար բոլոր այն գյումրեցիները, որոնք մտածում են, որ այդ տեխնացուները իրենց համար ծառայելու են ընդդիմություն դեմ դուրս գալու այս իշխանությանը, անգիր հիշեն, ընտրելով այդ տեխնացուին, իրենք ընտրում են Նիկոլ Փաշինյանին։ Սա թող անգիր հիշեն բոլորը եւ թող այս բարի օրն էլ հիշեն, որովհետեւ դրանից հետո դեռևս զրուցելու ենք եւ Վանաձորի ուրեմն դեպքը կա, նախադեպը կա, մյուսի նախադեպը կա, երբ տեխնացուն ունենում է կրիմինալ պատմություններ, ունենում է կրիմինալ գործեր, ճաղավանդակում եւ հետո քաղաքը նվաճվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից։ Այնպես որ գյումրեցիները բոլորը ովքեր ընտրում են այդ բոլոր տեխնացուներին, անգիր թող հիշեն։ Նրանք առավել քան ընտրում են գործող իշխանությանը, նրանց քվեն ուղղակի գնում է գործող իշխանությանը։ Եվ հետեւաբար այս իրավիճակում փոփոխություն ցանկացող ընդդիմադիր տեխնացու ցանկացած գյումրեցու համար Լևոնը մնում է միակ այն այլընտրանք տեխնացուն, որովհետև Լևոնը չունի որևէ բան ամաչելու այս կյանքում։ Լևոնը միայն հպարտանալու արարքներ ունի գործած եւ Գյումրի քաղաքի եւ նաեւ Հայաստանի համար։ Լևոնի վրա չկան կամպրոմատներ, Լևոնը չի խախտել որևէ օրենք, Լևոնը չի արել որևէ վատություն եւ հետեւաբար Լևոնը մնում է բոլոր առումներով լավագույն տեխնացուն։ Անկամ նույնիսկ նրանք, ովքեր ուզում են ընտրել հեղափոխական, այսպես ասած, ալիքից եկած մարդկանց, ապա Լևոնը այստեղ էլ այլ ընտրանք չունի։ Հետևաբար Գյումրի, ես լինեի Գյումրի քաղաքի բնակիչ եւ ունենայի ընտրության իրավունք, միանշանակ իմ ընտրությունը կլիներ Լևոն։ Պարոն Սաֆարյան, առհասարակ ձեր կարծիքով Գյումրիում ստեղծված իրավիճակում, երբ կա նաև հասարակության մի հատված, որը գիտենք չի մասնակցում ընտրություններին, օրինակ Երևան քաղաքում մենք ունեինք 70% հասարակության երևանցիներ, որոնք ուղղակի բոյկոտում էին, չեն մասնակցում։ Արդյոք նույնը Գյումրիի դեպքում է լինելու, թե այստեղ մի փոքր ակտիվություն է լինել։ Կարող է լինել, որովհետև գյումրեցին ինձանից, ձեզանից շատ լավ, շարքային գյումրեցին շատ լավ գիտի, ովքեր են մյուս տեխնացուները, ովքեր են այս տեխնացուները եւ կարող են ունենալ համակրանք որևէ մեկի նկատմամբ։ Ես այո, ցավում եմ, տեղից ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երբեք որևէ երկրում, այդ թվում եւ Հայաստանում չեն փայլել բարձր մասնակցությամբ։ Դրանք ոչ համապետական ընտրություններ են, դրանք առավել եւս եթե չունես շատ ֆավորիտային որևէ մեկին կամ որևէ շահագրգռություն, անհետաքրքիր են դառնում։ Բայց եկեք մի բան հասկանանք, սրանք չափազանց բախտորոշ ընտրություններ են ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի համար։ Եվ հետեւաբար իմ խոսքն է, իմ հորդորն է բոլորին, բոլոր դեպքերում գնացեք եւ կատարեք ընտրություն։ Այնպես չէ, որ Գյումրի փառքասու ունի ընտրության մեծ բազմազանություն։ Եվ իշխանության կողմնակիցների համար եւ ընդդիմության կողմնակիցների համար գնացեք ընտրության։ Ճիշտը ընտրության գնալն է, բայց նորից եմ կրկնում, եթե գյումրեցին ուզում է անգամ ընդդիմադիր, ուրեմն տեխնացու ունենալ կամ քաղաքապետ ունենալ, ապա Նիկոլ Փաշինյանի լավագույն ընդդիմությունը Լևոն Բարձրյանն է, լավագույն ընդդիմությունը։ Եթե գյումրեցին ուզում է խորքային տիրապետում է քաղաքի խնդիրներին եւ նաեւ ծրագիրը եւ նաեւ շատ սկզբունքային է, որը նաեւ մեր աչքի առաջ ի վերջո բազմաթիվ փակսենյակներում հանդիպումների ենք մասնակցել նույն Լևոնի հետ, որոնք շատ սուր են եղել իշխանությունների հետ, շատ բանավեճային եւ ես տեսել եմ, որ Լևոնին կաշկանդող որևէ բան չկա։ Ուղղակի նորանշանակ նախարարին ասելու իսկ քո ազատությունը հերիքելու, ասենք կալանքի կամ ձերբակալության որոշումներ տակ ձեր թիմով ձեր հայրիկին, ձեր եղբայրը։ Ես տեսել եմ այդ հարցերը Լևոնի կողմից շատ սուր տրված։ Ուրեմն ասեմ, Լևոնը լավագույն համակարգային ընդդիմությունն է
համակարգային։ Լևոնը լավագույն պաշտպանն է այն փոփոխությունների, որոնց մասին հայ ժողովուրդը փափագում էր եւ դժվարությամբ ստացվեց, եւ Լևոնը այդ ամեն ինչ այդ փոփոխությունները նաեւ պաշտպանում է իր քննադատությամբ այս իշխանություններից։ Եթե նրանք լճանում են, եթե նրանք ձախողում են, հետեւաբար այս կտրվածքով Լևոն լավագույն տեխնացու է իսկապես Գյումրիի համար։ Նույնիսկ մի բան ավելին հասկանում եք, երբեմն տեղական ինքնակառավարման մարմինները պահանջում են իհարկե առաջին հերթին քաղաքի խնդիրների խորը գիտելիքներ, ճանաչողություն, իմացություն։ Լևոնը ավելի բարձր մասշտաբի է, նույնիսկ ասենք Լևոնը նաև հրաշալի պատգամավոր կարող է լինել, Լևոնը հրաշալի որևէ ոլորտի իր մասնագիտական փորձառության նախարար կարող է լինել։ Ինչ մնաց, որ Լևոնը իր փորձով եւ գիտելիքներով չբավարարի քաղաքի ստանդարտները, սարմով ուզում եմ ասել, լավ ընտրություն ունի Գյումրին։ Հետևաբար հիասթափությունը թող կամ անտարբերությունը թող հանկարծ հաղթող չդառնան, էլի։ Դա ամենացավալի բանը կլինի։ Պարոն Սաֆարյան, առհասարակ այսօր հատկապես դուք եք նշում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից։ Հիմա այս առումով որքանով գաղափարական ընտրություններ են, որքանով անձի, անհատի, հեղինակության, թաղի տղա լինելու եւ այլն։ Տեխնացուների կես բացարձակ գովազդում է քրեական ենթամշակույթ, հա։ Վարդան Ղուկասյանը հպարտանում է քֆուր տալու իր կարողություններով, արդարացնում է այն հրապարակված տեսանյութի իր բահվածքը, որ ինքը որպես ամոթ չի, որ փորձում է ամեն ինչը գյումրեցու, այսպես ասած թասիբ նամուսի արժանապատվության տակ տեղավորել, բայց ակնհայտորեն քրեական ենթամշակույթ է գովազդվում։ Խոսում է ինչ-որ բանդ գնալու, զոն գնալու, ինչ-որ լավ տղա լինելու եւ այլնի մասին։ Դուք ուզում եք այս միջավայրում դուք ուզում եք քաղաքի ծրագրային խնդիրները դոմինանտ լինեն, չէ՞, իսկ այդ այնքան էքսցենտրիկ ուրեմն իրադարձություններ կան, որտեղ կրկին ցավոք սրտի քաղաքի խնդիրները ստվերվում են։ Բայց այնուամենայնիվ բարեբախտաբար Լևոնի եւ այլ տեխնացուների ուրեմն միջոցով ինչ-որ բան լսելի է դառնում։ Բայց ասել թե դա բավարարող է, անկեղծ ասած ոչ, ինձ համար ոչ, որովհետև ես նույնիսկ եմ գտնում, եթե լյուստրացիա արված լիներ, եթե արդյունավետ պայքար մղվածներ կոռուպցիայի եւ մնացածի դեմ, տեխնացուների այդ էքստրավագանտ հատվածը բեմի վրա չէր լինի։ Նրանք ուղղակի կլինեն այլ ամբողջական վայրում։ Ասեք, Եվրաքվեն փաստորեն Գյումրիում 3000, այսպես ասած, Եվրաքվեին մասնակցող ենք ունեցել։ Հիմա օրինակ, հենց երբ նշում եմ գաղափարական առումով, որքանով հենց նաև այս գաղափարական ընտրությունը կարող է լինել, թե տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները այս առումով ունեն առանձնահատկություն սպეციფიկ։ Դա մասամբ կախված է նաև Եվրոդաշինքից, ու իհարկե տեսանելի է, որ վերջին շաբաթներին փորձել են տեմպը պահել, ներկա լինել, Գյումրիում լինել, քարոզարշավ տանել, որքանով կհաջողվի թերևս քվեարկության արդյունքները ցույց կտան, չգիտեմ, դա մի խնդիր է, որտեղ բալանսը պիտի ճիշտ պահվի, որովհետև այնպես չէ, որ այս ընտրությունները պետք է վերածել ամբողջությամբ եվրոինտեգրման ընտրությունների վերջում սրանք քաղաքի ընտրություններ են, հա, չի կարելի դրանք փոխարինել քաղաքի խնդիրների մասին խոսել, փոխարեն խոսել երկրի արտաքին ինտեգրացիոն խնդիրներից, բայց նաև բալանս է պետք բայել այդ ամեն ինչը, որովհետև այո, գյումրեցին պիտի հասկանա, որ սրանք նաև ունեն համապետական հետևանքներ այս ընտրությունները։ Սա միայն քաղաքի կառավարման, պրոֆեսիոնալ կառավարման եւ լավ մարդկանց, լավ թիմի ձեռքը հանձնելու կամ պատվիրակելու մասին չէ։ Այս ընտրությունները կարող են նաեւ բախտորոշ լինել Հայաստանի համար, որովհետեւ դրանք անշրջելի են դարձնում զարգացումները, դրանք ավելի են մոտեցնում բարեկեցությունից, նույնիսկ չեմ ուզում օգտագործել եվրոպական հերանեկար բառը, որովհետև իրականում այդ բառի տակ մենք բոլորս ոչ թե հասկանում ենք, որ ուղղակի մեզ եվրոպացի ասեն, այլ որ մեր ազգն էլ, մեր ճկնաղ ժողովուրդն էլ, մեր ճկնաղ քաղաքն էլ արժանի է ունենալ եվրոպական ռեգիոնալ քաղաքների, ճկնաղ քաղաքների ստանդարտները, կոմֆորտը, գրավչությունը, հաճույքը, բերկրանքը, կյանքը, ակտիվությունը, այդ ամեն ինչը էլ ավելի մոտեցնելու մասին։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։